Նկարահանվում է տարվա գլխավոր կինոն, տարվա գլխավոր տոնի մասին։ Նոր տարվա կինոն արդեն երկրորդ մասով վերադառնում է ու հիշեցնում. երազանքները կատարվում են, իսկ սերը հաղթում է բոլոր դժվարությունները։ Շատ դժվար է նկարահանել ֆիլմի նախագծից հետո, որը արդեն իսկ ունեցել է հաջողություն, արդեն իսկ հաջողված նախագիծ է եղել եւ բնականաբար արդեն այդ ամեն ինչը շատ պարտավորեցնող է։ Հետևաբար երկար ենք մտածել սցենարի շուրջ, ինչ անենք, որ մեր հանդիսատեսը գո ժպիտը դեմքին եւ ուրախ հեռանա դահլիճից։ Մեր ֆիլմը, երբ որ հարցնեք ինչի մասին է ֆիլմը, ես կարող եմ ասել շնորհակալ լինելու։ Թե ինչի այդ արդեն հանդիսատեսը կհասկանա, որ դահլիճից դուրս գա։ Ֆիլմի ռեժիսորը Ելենա Արշակյանն է, սցենարի հեղինակը Անահիտ Մխիթարյանը։ Ֆիլմը պատմում է դժվար օրերին ծնված, փորձություններ հաղթահարած մեծ սիրո եւ նոր տարվա գիշերվա կախարդական ուժի մասին։ Այս ընթացքում հանդիսատեսին շատ սիրելի դարձած գյումրեցի Հովսեփ Պապը ֆիլմի երկրորդ մասում վերջապես գտնում է իր երկրորդ կեսին։ Մկրտիչ Արզումանյանը շեշտում է, սա ֆիլմ է կարևոր արժեքների, սիրո, բարության եւ հայրենասիրության մասին։ Ամենաուրախալի փաստերից մեկն այն է, որ խոսում եմ իմ հայրենի բարբառով, գյումրվա բարբառով, որը շատ այդպես չի ասի, որ հեշտ է ինձ համար, որովհետեւ բարբառը ներկայացնում են հաճախ շատ կոպիտ ու ոչ պրոֆեսիոնալ կերպով, պետք է շատ համով ներկայացնես, որ այդ համն ու հոտը փոխանցես։ Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Անի Երանյանը։ Հատուկ այս նախագծի նկարահանումներին մասնակցելու համար է Ելենա Արշակյանի հրավերով նա եկել Հայաստան։ Գլխավոր հերոսուհին է, ով Միացյալ Նահանգներից, Անին գալիս է այստեղ այս հրաշք ամանորյա կարևոր իրադարձություններին մասնակցելու, դրանից ավել կարծում եմ չարժի ինչ-որ բան ասել, կերպարներ կան, որոնք պետք է մի քիչ գաղտնիություն ունենան։ Ես կարծում եմ, որ մարդիկ չպիտի դադարեն երազել, որովհետև երազանքները նախ գունավորում է քո կյանքը եւ հետո դու փորձում ես գնալ այդ երազանքների հետևից։ Էս էլ է տենց ինչ-որ բան է եւ բոլորի միտքը հենց դա է, որ չդադարեք երազել։ Նկարահանումներին մասնակցելու համար Միացյալ Նահանգներից է եկել նաեւ Արմինե Պողոսյանը։ Նա ներկայանում է մեծ տարիքում կրկին սիրահարված Ջուլիայի կերպարով։ Սա շատ հետաքրքիր ֆիլմ է լինելու, տարբեր գործողություններով, հետաքրքիր եւ հագեցած հումորով, այնպես որ բոլորն էլ պետք է նայեն։ Եվ իհարկե ֆիլմում է նաև Անապայից եկած Փիրուզը, որը կրկին հանդիսատեսին է ներկայանալու իր ինքնատիպ կերպարով։ Փիրուզը կրկին բոլորին հիշեցնում է ֆիլմի առաջին մասից արդեն թևավոր դարձած ամեն բան դաստիարակության հարց է խոսքը։ Չի կարող չգա։ Դաստիարակության հարց է։ Ինչ ֆիլմ է գալիս, հետաքրքիր է։ Սիրո միասնության մասին է, նպատակի երազելու։ Ինչ հետաքրքիր է, չէ՞, մեր կյանքում ամեն բան շատ արագ էսպես տեղաշարժվում է, ամեն բան փոփոխվում է, բայց մի բան միանշանակ նույնն է մնում, եթե մարդու ցանկությունները ազնիվ են եւ եթե մարդ իսկապես նվիրումով է վերաբերում իր յուրաքանչյուր երազանքի, դա տարբերակ չունի չկատարվելու։ Եթե չի կատարվում, ուրեմն այդքան ուժեղ չես ուզում։ Ֆիլմի գլխավոր հերոսը Սևակն է, որն ընկերների օգնությամբ հաղթահարելով բոլոր փորձությունները, փորձում է հասնել անհնարին թվացող իր երազանքին։ Տարօրինակ ու անհավանական բաներ անում է, ինքը ոքի սիրում է ու փորձում է հասնել իր սիրուն։ Ոչ մի անհավանական բան չկա, որ ռեալ է, որ կարելի է անել։ Իհարկե դիմացինի սահմանները չխախտելով։ Ֆիլմում ներգրաված են նաև Արտուր Կարապետյանը, Արման Նավասարդյանը, Վաչե Ելիցյանը, Վիկա Շամիրյանը, Նվեր Սուքիասյանը եւ հայտնի ու սիրված այլ դերասաններ։ Լոռու մարզում նոր տարվա կախարդանքը եւ մթնոլորտը ապահովել է Փամբակում գործող Մաունթրի հյուրանոցը, որը ֆիլմի գլխավոր հովանավորներից մեկն է։ Բնության գեղեցկության մեջ գտնվող հյուրանոցում իրականացվել են Լոռու մարզի նկարահանումները։ Քանի որ ֆիլմը նկարահանվելու էր Լոռվա մարզում եւ ավելի մեծ ճանաչելիություն էր բերելու Լոռվա մարզին, դրա համար մենք որոշեցինք նոր տարվա կինոն հյուրընկալել եւ տրամադրել մեր տարածքը Մաունթրի հյուրանոցը, որպեսզի նկարանեն այստեղ։ Մեզ շատ դուր եկավ ֆիլմի գաղափարը եւ իր մեջ պարունակող այդ խորը ուղերձները, որը հանդիսատեսը կարող է դիտել նոր տարում։ Ֆիլմի գլխավոր գործընկերը Յուքոմ ընկերությունն է, Հայաստանի համար մեկ օպերատոր
օպերատորը ամենաարագ շարժական ինտերնետով եւ լավագույն ֆիքսված ցանցով։ Ucom-ն առաջարկում է ինտերնետ, IPTV եւ OTT հեռուստաընկերություն, ֆիքսված եւ շարժական կապի ծառայություններ, ինչպես նաեւ կոնվերգենտ փաթեթներ։ Ֆիլմի գլխավոր գործընկերն է նաև Sobrano ընկերությունը, որն արդեն շուրջ 3 տասնամյակ հայկական շուկայում ներկայացնում եւ ներմուծում է միջազգային բարձրակարգ բրենդներ, առաջարկելով որակյալ սննդամթերք, ալկոհոլ եւ քաղցրավենիք։ Ֆիլմի գործընկերն է Հայաստանի առաջատար սուրճ արտադրող ընկերությունը Royal Armenian։ Շուրջ 30 տարի Royal Armenian հայ սպառողին է ներկայանում հատիկավոր, սև եւ լուծվող սուրճերի եւ սրճային ըմպելիքների լայն տեսականիով։ Բոլորից կրուպիները մեկ առ մեկ գրեզ են, բոլորին։ Նոր տարվա կինո 2-ի պրեմիերան կայանալու է այս տարի նոյեմբերի 5-ին, որից հետո արդեն ֆիլմը կցուցադրվի Երևանի բոլոր կինոթատրոններում եւ Հայաստանի մարզերում։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։